Բարեցես։ Մի քանի հարցեր հետ կապված կլսենք ձեր տեսակետը։ Եվ այսպես, երեք մեր հայրենակիցները վերադարձան հայրենիք, Բաքվի բանտում գերության եւ ազատազրկման դատապարտված 4 հայրենակիցներ, Վագիմ Խաչատրյանը, Վիգեն Էուջեկչյանը, Դավիթ Գյուրջան եւ Դավթյան։ Այո, Դավիթ Դավթյան եւ Գոր Սուջանը, այո, վերադարձան հայրենիք եւ այս մեր վերադարձած գերիների դիմաց հայկական կողմը երկու ահաբեկչի սիրիացի վարձկանների արտահանձնեց Թուրքիային ըստ էության, որտեղից է պետք է Սիրիա գնային։ Ես ուրեմն խնդրեմ այս իրողության հետ կապված, տեսեք, ինչ էր ասում, հիշում ենք բոլորս Նիկոլ Փաշինյանը։ Մեր գերիները մեզ 2 ամիս էլ կսպասեն գնել են, 2 ամիսը դարձավ 5 եւ ավելի տարի արդեն, եւ այս իրականության մեջ, այո, եթե մենք ունենք այս վարձկաններին, ապա ինչու՞ միայն 4-ի դիմաց, պատիվ որ մեր հայ հայրենակիցները վերադարձել, բայց ինչու՞ միայն 4-ի դիմաց, այս ինչ իրողություն, այսինքն սա ըստ էության նաեւ անբարո վաճառքի մասին է խոսքը գնում։ Ես կխնդրեմ այս մասով ձեր տեսակետը հայտնել, մեր գերիներին տալ վերադարձել մարդասպաններին տալով ըստ էության։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը եւ նաեւ շարունակում են Բաքվի բանտերում խոշտանգվել մեր մյուս հայրենակիցները, մյուս կազմակերպիչները, որոնց վիճակը նույնչափ ծայրահեղ ծանր է ըստ էության, եւ ինչն է հատկանշական, որ երեք Նիկոլ Փաշինյանը այդպես նախ գրեց, որ վերադարձել են, այլևս Հայաստանում են, հետո շատ արագ գրեց, որ առողջական վիճակները գնահատում էր բավարար, ինչի մասին է խոսքը, սա ինչ հայտարարություն է, հաշվի առնելով, որ գոնե նույն Վագիմ Խաչատրյանի եւ լիբանանահայ մեր հայրենակցի մասին մենք գիտենք ծայրահեղ ինչ առողջական ծանր խնդիրներ կային։ Այս պարտիկ համեցեք։ Շնորհակալ եմ հարցի համար, ես կարծում եմ այստեղ շատ կարևոր է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել։ Իհարկե, ինչպես արդեն առիթ եմ ունեցել նշելու, հունվար ամսին, այո, Հիսուսի ծննդյան այդ ավետիսից հետո, այն լուրը, որ գոնե 4 մեր հայրենակցի մենք կարողացել ենք ստանալ հնարավորություն դարձյալ Հայաստանում հանդիպելու եւ նրանց փրկել այդ նոր խոշտանգումներից եւ երկարամյա կտանքներից Բաքվի բանտերում, դա իրոք ավետիս է, բայց ամեն այսպես լավ լուրի վերլուծություն պետք է իրոք կատարվի, որպիսի հասկանանք շարունակությունը, իսկ մենք գիտենք, որ այս 4 գերու վերադարձը այո ավետիս էր, բայց եթե այն չի ունենում շարունակություն, ապա մենք դարձյալ կանգնում ենք նոր ողբերգությունների եւ կորուստների առջև։ Այսինքն եկեք փորձենք հասկանալ, թե ով իրականացրեց այդ վերադարձը, արտահանձնումը գերիներին եւ ինչի դիմաց եւ ինչու։ Ես համոզված եմ մի շարք այսպես հատկապես թուրքական լրատվամիջոցներ ուսումնասիրելով եւ նրանց այսպես վերլուծաբանների կարծիքներին ծանոթանալուց հետո, որ իրականում այս գործարքը, որին ստիպված դաժան է իհարկե, բայց ստիպված եմ նշել, որ դա գործարք էր Ադրբեջանի հետ, այս գործարքին Ադրբեջանը համաձայնել է ոչ թե Հայաստանի իշխանության, Նիկոլ Փաշինյանի, գիտեք շատերը գրում են, որ դա նախընտրական այսպես աջակցություն էր Նիկոլ Փաշինյանին, բնավ ոչ, ընդհանրապես փաստերը ցույց են տալիս, որ այս գործարքի հեղինակը գլխավոր շահառուն Թուրքիան է եւ Էրդողանը։ Այդ երկու ահաբեկիչների արտահանձնումը Թուրքիայի միջոցով դեպի Սիրիա, իսկ մենք արդեն գիտենք, որ ներկայիս Սիրիան այսպես Ասադի հեռացումից հետո վերածվել է թուրքական ենթակայության խամաճիկ պետության, ուներ մեկ հստակ նպատակ՝ մաքրել այն բոլոր հնարավոր հետքերը, որոնք թույլ կտային միջազգային դատարաններում թուրքական պետությունը համարել ահաբեկիչ պետություն 20 թվականին Արցախի եւ Հայաստանի դեմ ռազմական հարձակումների ժամանակ։ Եկեք վերադառնանք հետ, հիշենք 20 թվականի 44-օրյա պատերազմը, Թուրքիայի մասնակցության աստիճանը եւ այն ամբողջ խնդիրները, որի մասին նաեւ խոսում էր այդ միջազգային դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, որը կազմել էր նաեւ ցուցակ եւ Ալիևի միջազգային հանցագործ համարելու եւ նաեւ այսպես թուրքական հետքի վերաբերյալ։
Թուրքական պետությունը գործում է շատ գրագետ եւ այսպես մտածելով ոչ թե այս վարքյանական շահի, այլ հետագայի մասին։ Թուրքիան հրաշալի հասկանում է, որ Հայաստանում իշխանությունները փոխվելու են եւ միջազգային հանրությունում եւ միջազգային դատարաններում կարող են համապատասխան գործեր հարուցվել Թուրքիայի դեմ եւ նրա ահաբեկչական բնույթի վերաբերյալ արդեն հարուստ թղթապանակներ կան կապված այսպես եւ Սիրիայի դեպքերի եւ քրդերի դեմ իրենց ծավալած գործունեության հետևանքով եւ ահա Թուրքիան փորձեց հերահար այս քայլով այդ երկու սիրիացի ահաբեկիչներին, որոնք ըստ էության վարձու մարդասպաններ են, վարձկան մարդասպաններ, որոնք պատերազմում կատարել էին դաժան այսպես հանցագործություններ եւ ըստ էության ցույց էին տալիս, որ իրենց վարձել են թուրքերը եւ իրենց տերերն էլ հիմա թուրքերն էին, որովհետև Թուրքիայի միջոցով են նրանց արտահանձնում Սիրիա։ Խնդրում եմ ուշադիր եղեք, ոչ թե Սիրիայի կառավարությունը, ըստ էության այդ երկու ահաբեկիչները Սիրիայի քաղաքացիներ էին։ Ում սիրտը պետք է անհանգստանար եւ ով պետք է պաշտպաներ իր քաղաքացիներին, չէ՞։ Սիրիան պետք է դիմեր, ընդհանրենք Հայաստանին, Ադրբեջանին, առաջարկելով գնալ ինչ-որ քայլերի, բայց մենք հստակ գիտենք, որ Սիրիան ոչ մի քայլ նման չի կատարել եւ ամեն ինչ նշվում է ամենտեղ եւ ԱԱԾ հաղորդագրության մեջ, որ Թուրքիայի միջոցով նրանք վերադառնալու են Սիրիա։ Այսինքն այս գործարքի ետևում կանգնած էր Թուրքիայի ճիգը երկու վարձկանի, որոնք ինչ որ պահ հետո կարող էին իմիջիայլոց խոստովանել, թե ովքեր են իրենց վարձել, ինչ նպատակով, ինչպես, եւ իդեպ հասկանալի է, չէ, որ ընդամենը երկու Թուրքիայի միջոցով ընդամենը երկու մարդ չէր վարձվել եւ միայն Սիրիայից չէ, որ այդ վարձկանները հավաքագրվել էին եւ Թուրքիան ահաբեկիչ պետություն ճանաչելու միջազգային դատարաններում գործի մեջ մենք լրացիչ հիմնավորումներ էինք ստանալու։ Խնդրում եմ հիշել Ռուսաստանի արտաքին այդպես հետախուզության ղեկավարի այն հայտարարությունը 20 թվականի հոկտեմբերին, որ բազմաթիվ վարձկաններ դրսի վարձկաններ եկել եւ մասնակցում են Արցախի դեմ հրահարված այդ ապօրինի ռազմական ցեղասպանական գործողությանը, որից հետո ըստ էության դրանով այն ժամանակ Ռուսաստանը առաջարկում էր առավել ամբողջական եւ կոպիտ ահաբեկչական հակատերորիստական գործողության ձեռնարկում, բայց մեր իշխանությունները այն ժամանակ դարձյալ այդ խառնակության մեջ համապատասխան արձագանք չտվեցին։ Մենք ստացանք այն, ինչ ունեինք, եւ ես համոզված եմ հազարավոր այն հատկապես ջրականի շրջանում, որտեղից նրանք ճեղքեցին թուրքերը Արցախի պաշտպանությունը եւ դրանից հետո բացվեց այդ պարկի մեջ վերցրին հայկական զորամիավորումներին եւ մենք հազարավոր զոհեր ունեցանք, այդ գործողությունները մշակվել են Թուրքիայի այդպես ռազմական գլխավոր շտաբերում եւ իրականացվել են ոչ թե ադրբեջանցի զինվորների, այլ թուրքական վարձկանների միջոցով։ Եվ ահա այս գործողության շնորհիվ Թուրքիան լռելիայն փորձում է չեզոքացնել իր ուղակի մեղսակցությունը այդ պրոքսի պատերազմում, որովհետև Արցախի եւ Հայաստանի դեմ հրահարված պատերազմը դա սոսկ Ադրբեջանի մղումը չէր ազատագրելու ճակերտներում իր տարածքները, այլ դա պրոքսի պատերազմ էր, որը պետք է ունենար շարունակություն, Նախիջևանի միջոցով Թուրքիան միանար Ադրբեջանին եւ այդ համաթուրքական մեծ Թուրանի իր ծրագիրը Զանգեզուրի իրենց բառով ասած միջանցքի միջոցով իրականացնելու, որին հիմա փորձում են Թրիփի երթուղի անունը տալ, բայց դա թուրքական այդ մեծ ծրագրի, ես կարծում եմ 30 տարվանից ավել մշակված հերթական փուլներ եւ շատ ամոթ է, որ մեր համապատասխան ծառայությունները եւ հետախուզական
եւ հակահետախուզական եւ մեր այդ ամբողջ միջազգային իրավաբանները չստացան հնարավորություն այդ վարձկաններից համապատասխան ցուցմունքներ ունենալու եւ այդ ցուցմունքները թղթապանակներով պահելու, ապացուցելու համար, որ 44 օրյա պատերազմը դա միջազգային ահաբեկչական պատերազմ էր, որի հետևում կանգնած էր Թուրքիան եւ այո նաեւ Իսրայելը, որի դեմ իբրև Էրդողանը պայքարում է եւ փորձում է մահմեդական աշխարհում ստանալ հնարավորություն։ Այսինքն մենք դարձյալ բաց թողեցինք մի ռեալ հնարավորություն եւ իրականում այդ երկու բռնված վարձկանները, որոնք հազարավոր վարձկաններից երկուսն էին ընդամենը, բայց սրանով թելը կտրվեց, մենք դրա դիմաց ստացանք 4 բացարձակ խաղաղ քաղաքացիական առևանգված մարդկանց ազատագրում։ Այնինչ դրա փոխարեն մենք իրոք ճշգրիտ գործելու դեպքում կարող էինք ստանալ շատ ավելին։ Եվ ակնհայտ է, որ այս գործողությունը իրականացրել է Թուրքիան, նա է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, սպառնալով, որ այս ամբողջը կբացահայտվի եւ ցույց կտան, որ պատերազմի հաղթանակողը ոչ թե Իլհամ Ալիևն է, որ գնացել ստեղծել էր այդպես պուրակեր, չէ, ինքը ստեղծել հաղթանակների եւ ռազմավարի, որտեղ նսեմացնում եւ ստորացնում էր հայ զինվորականներին, իրականում ինքը խամաճիկ էր եւ այդ ամբողջ գործողությունները իրականացվել են Թուրքիայի կողմից բերված նատոյական լավ վարժանք անցած եւ նաեւ իսլամական պետության այսպես ներքո գտնվող վարձու մարդասպանների բանակի միջոցով։ Մենք ցավոք սրտի դարձյալ, ինչպես վերջերս նաև Թրամփի հետ հանդիպման ժամանակ, երբ մենք կարող ենք նորից բարձրացնել եւ շատ ավելի մեծ թվով մեր խոշտանգվող հայրենակիցների տեսնել Հայաստանում, մենք էլի ունեցանք բաց թողնված հնարավորություններ եւ մեր հնարավորինս շատ գերիների վերադարձման ուղղությամբ եւ նաեւ հետագայում, որովհետեւ հիշեք, ոչինչ չի մոռացվելու, որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի քաղաքացիական պայմանագրով, չգիտեմ, մխիթարել Իլհամ Ալիևին, ես կարծում իրենք էլ են հասկանում, որ դա այդպես չի, պարզապես փորձում են ինչ-որ շահաբաժին ստանալ եւ մեղմել Ալիևի տրամադրությունները, Արցախյան պայքարի էջը փակված չէ եւ միջազգային դատարաններում գալու է այն պահը, որ քննարկվելու է 44 օրյա պատերազմում կատարված միջազգային հանցագործությունների ամբողջ փաթեթը։ Եվ իհարկե ցավալի է, որ այս երկու վարձկանները վերադարձան, բայց մենք այդ առիթը բաց թողեցինք։ Հիմա հարցի այդ երկրորդ կողմը, որի մասին դուք խոսեցիք, ըստ էության գործողությունը իրականացրել է Թուրքիան։ Պարզ է, որ Փաշինյանը փորձում է ամեն դեպքում դարձյալ ինչ-որ մեղմել Ալիևի տրամադրությունները, դարձյալ նրանց հաճոյախոսել եւ այդ հաճոյախոսության հիմքում ընկած է, գիտեք, ժամանակակից եւ ընդհանրապես բժշկագիտության հետ խոր հակասության մեջ մտնող նրա այն պնդումը, որ գերիներից, չգիտեմ, Վագիֆ Խաչատրյանի իրավիճակը բավարար է կամ չգիտեմ, բոլոր գերիները լավ են, իսկ եթե նրանք այդքան լավ են, որտեղից, եւ Աստված տա, որ նրանք չափազանց լավ լինեն, որտեղից մի քանի ժամվա ընթացքում իրենք դա պարզեցին։ Ես ձեզ ասեմ, անգամ սովորական արյան եւ, չգիտեմ, մեզի հետազոտությունը, որին պետք է անպայման հետևեր համակարգչային այդ տոմոգրաֆիան կամ մագնիստ-ռեզոնանսային հետազոտությունը, որովհետեւ այդ մարդիկ 5 եւ ավելի տարիներ, ի վերջո ըստ էության եւ Դավիթ Դավթյանը եւ Գործ Սուջյանը առևանգվել են եւ ապօրինի գերեվարվել են անմիջապես ռազմական գործով նոյեմբերի 9-ից հետո եւ նույն ժամանակ Էուլ Ջեքյանը, որը իր իրերն էր վերցնում, բացարձակ քաղաքացիական անձ է, ոչ մի կապ չի ունեցել, ինչպես Դավիթը եւ Գոռը, որոնք մարդասիրական օգնություն էին ուզում Արցախ տեղափոխել, խեղճ Վագիվ Խաչատուրյան
Փաշինյանին առևանգել են այդ Կարմիր խաչի մեքենայից 23 թվականին, այսինքն այդ մարդիկ քանի տարի շարունակ գտնվել են այն բանտում, եւ ես խնդրում եմ հիշել ադրբեջանական միակ այդ լրատվամիջոցը, որը դատավարություններն էր ցուցաբերում, այդ ժամանակ Վագիվ Խաչատուրյանի կամ Էուլջեքյանի դեմքը։ Հիշեք Էուլջեքյանի կնոջ Լինդայի հայտարարությունները, որ ինքը գրում էր ամենտեղ, ամենուր, բոլորին, նշելով, որ Էուլջեքյանը չի կարողանում շարժվել, իսկ իրեն սայլակ չեն տրամադրում։ Հիմա այդ ինչպես եղավ, որ բոլորը խիստ իրենց լավ են զգում։ Եվ ինչ կարիք կար, դա ընդհանրապես ծիծաղելի է։ Միթե անգամ այդ քայլով փորձում են ապացուցել, որ Ալիևը այնքան լավ է մեր գերիներին այսպես նայում, այնպիսի պահման հրաշալի պայմաններ է ստեղծել, ինչը մենք տեսանք, երբ հիշում եք, չէ, Ռուբեն Վարդանյանի հետ կապված, իրենք առանց Ռուբեն Վարդանյանի ինչ որ, գիտեք, սանատորիա հիշեցնող կադրեր ցույց տվեցին սենյակների, որտեղ երևի շատերը կերազեին գնալ, հանգստանալ եւ կազդուրվել, բայց մենք հասկանում ենք, չէ, որ դա սուտ է, այսինքն մենք իհարկե ժամանակ տեսել եք Բակո Սահակյանի իհարկե քաշած անդամները, այո, Անատան Բերանը, մենք տեսել ենք Ռուբեն Վարդանյանի ճակատին այդ ամբողջ հետքերը, մենք տեսել ենք Վագիվ Խաչատուրյանի լացը, այդ մարդը հեկեկում էր, մենք տեսել ենք բոլորի դժբախտ դեմքը, եւ դա տեսել ենք ադրբեջանական լրատվամիջոցների տեսագրություններով, ոչ թե ինչ-որ հորինովի պատկերներով։ Ինչ կարիք կա, իհարկե շատ լավ է, որ այդ մարդիկ, մեր պետությունը պետք է ամբողջը, այսօր Ավանեսյանը ասում էր, որ Վագիվ Խաչատրյանը պինդ է, ես համոզված եմ, որ ինքը պինդ է, բայց այդ մարդը ծանր խնդիրներ ունի եւ այդ պատճառով ինքը կարմիր խաչով գալիս էր բուժվելու։ Երկու երիտասարդները ես համոզված եմ, որ հոգեբանական դարձյալ լրջագույն խնդիրներ են ունենալու։ Այսինքն պետք չէ հրաշալի այդ իրադարձությունը, որ 4 հոգու վերադարձրել ենք, վերածել, գիտեք, Ալիևի փառաբանման։ Ինչու պետք է մենք Ալիևից շնորհակալ լինենք։ Կներեք, ինքը բոլորին պետք է վերադարձներ նոյեմբերի 9-ի այն հայտարարությամբ, որ իրենք ստորագրել էին։ Եվ որի համաձայն մենք բոլորին, Հայաստանը նկատի ունեմ, բոլորին վերադարձրինք։ Այսքան տարի հետո Թուրքիայի ճնշմամբ ըստ էության 4 հոգու վերադարձրել են, հիմա մենք պետք է վերածենք այդ առիթը Ալիևի փառաբանման խնդրի, ոչ իրականում պետք է ուսումնասիրել այդ մարդկանց առողջական վիճակը ու դրա մասին ինչու հիմա մենք պիտի խոսենք, որպիսի միջազգային կազմակերպությունները եւ միջազգային հանրության ճնշումը մեծանա Ալիևի վրա, որ այս 4 մարդկանց էլ դու ենթարկել ես հոգեբանական, չգիտեմ, այլ տիպի բռնության, պահել պայմաններում, ես համոզված եմ, որ ցանկացած խորքային հետազոտություն ցույց կտա, որ այդ մարդիկ ունեն առողջական լուրջ խնդիրներ, եւ դրա միջոցով մենք նոր ճնշում ենք ապահովելու Ալիևի վրա, որովհետեւ մեր գործը այն մեծ տանջալի ճանապարհի մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձնելու մեծ ճանապարհի մի փոքր հատվածն է։ Մենք պետք է այո ուրախանանք եւ ցնծանք, որ մենք հնարավորություն ունենք մեր հայրենակիցներին նորից Հայաստանում տեսնելու, բայց ոչ մի ակնթարթ չմոռանանք, որ Բաքվի բանտերում, ապօրինի դատավարություններում շարունակում են խոշտանգվել, նսեմացվել, անհեթեթագույն մեղադրանքների ենթարկվել մեր մյուս հայրենակիցները եւ իմիջայլոց հենց այս սխալ հայտարարություններին ի պատասխան տեսեք ինչ հայտարարեց Ադրբեջանը, չէ, որ իրենք, որ պատրանք է, թե մյուսներն էլ վերադառնալու են, նրանք մեր ինքնորոշված Արցախի ղեկավարությանը դարձյալ համարեցին խունտա, միջազգային ահաբեկիչներ, որ նրանք երբեք չեն վերադառնա եւ պարզվում է օրենքի ամբողջ խստությամբ, դա Ադրբեջանի հայտարարությունն է պաշտոնական, եւ դրա կողքին դնում ենք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ բոլորի վիճակը, չգիտեմ, բավարար է։ Եղբայր ինչով է բավարար։ Մենք ճանապարհի առաջին ընդհանրապես մի փոքր հանգրվան ենք անցնում։ Մեծացնենք այդ ճնշումը, ընդ որում ես չեմ ասում, որ մենք չափազանցնենք։ Քավլիցի ոչինչ պետք չէ չափազանցնել։ Պետք է խոսել իրականության մասին։ Ցույց տալ այդ մարդկանց իրական վիճակը, եւ ֆիզիկական, եւ հոգեբանական,
որպիսի մեր գերիների տեսեք, երբ Ռուբեն Վարդանյանի առումով ճնշումը ավելացավ, իրենք սկսեցին ինչ անել, այդ կեղծ նկարները տարածել։ Ադրբեջանը վախենում է միայն միջազգային ճնշումից, միջազգային այդպես տարբեր տեսակի հնարավոր պատժամիջոցներից, եւ մենք պետք է գոնե իրականությունը ներկայացնենք, չսկսենք ամեն ինչ վարդագույն դարձնել։ Այո, հրաշալի բան է տեղի ունեցել, կարող էր ավելի լավ լինել, բայց հիմա ունենք այն, ինչ ունենք, բայց եկեք գոնե ճիշտ լինենք, չէ, չթաքցնենք մարդկանց վիճակը։ Իհարկե, ինչ երկու։ Հա, եւ նախ ինչպես կարելի էր ասել, հիշում եք Նիկոլ Փաշինյանը, չգիտեմ, պատրաստ էր իրեն էլ արտահանձներ, թե որդուն արտահանձներ, բայց տեղի չունեցավ դա, չէ։ Դրանք հերթական այն խոստումներն են, դա այն ամենն էր, ինչ կատարվեց ՔՊ, ավելի ճիշտ ոչ թե ՔՊ, այլ ՀՀ կառավարության 21 թվականի արտահերտ ընտրություններից հետո հաստատված ծրագրի հետ, որ այդ ծրագիրը ամբողջովին տապալվեց։ Նիկոլ Փաշինյանի, ես կարծում անընդհատ պետք է, երևի ինքը մոռանում է դա, հիշեցնել, որ ինքը ըստ էության չի կատարել իր իսկ ծրագիրը։ Եվ ինչ է ուզում, եւ իր բոլոր հայտարարությունները։ Մենք բացի դրանից, ես ուզում ասել, մենք ոչ միայն գերիների ունենք այնտեղ, մենք ունենք 100-ից ավելի անհետ կորածներ կամ բռնի անհետացածներ, որոնց դժբախտ ծնողները ամեն օր ակնկալում են այս իշխանությունից գոնե ինչ-որ գործնական քայլ։ Հիմա եկեք խոսենք իրականության մասին եւ ողջամիտ ժամկետներում։ Անհնար է մի քանի ժամվա կամ անգամ կես օրվա ընթացքում, ես կարծում ցանկացած քաղաքացի, ով ենթարկվել է համակարգչային տոմոգրաֆիայի կամ այդ մագնիսառեզոնանսային քննության, գիտի, որ դա 2 օր հետո են տալիս։ Բժիշկների ամբողջ համախումբ պետք է ստեղծվի։ Մենք պետք է լրջագույն ուսումնասիրենք, թե ինչ վիճակում են մեր հայրենակիցները, որպիսի նրանց հետ հետո հետագայում ինչ-որ խնդիրներ չառաջանան, եղած խնդիրների հիմա ախտորոշենք, եւ հետո ճշմարտությունից խոսենք եւ նաեւ միջազգային հանրությանը ցույց տանք իրականությունը։ Երկու ահաբեկիչների, որոնք թուրքական հետքը կարող էին բացահայտել, հանձնել են, հիմա պարզում է դա էլ քիչ էր, Իլհամ Ալիևը այնքան այդպես, ինչ խոսեմ, բարեգութ մարդասեր անձնավորություն է, որ ամեն օր մեր մասին նզովքներ, նողկալի արտահայտություններով խոսում է, Հայաստանը համարում է, չգիտեմ, ինչ-որ առասպելական ցնդաբանություն արևմտյան Ադրբեջան կազմակերպությանը անհեթեթագույն ինչ-որ դրամաշնորհներ են տալիս, քարտեզների վրա միլիոններ են ծախսում, կեղծ գրքեր են գրում ապացուցելու համար, որ իբր Հայաստանը Հայաստան չէ, ինքը այնքան բարեգութ էր, որ մեր գերիներին, որոնց առևանգել է, 15 տարի դատապարտել էր 2 երիտասարդի, որոնք գնացել էին օգնություն տանելու Արցախ պատերազմից հետո։ Եվ մենք էլ պետք է դրա համար թաքցնենք իրական վիճակը, առևանգել էին հիվանդ սրտային մարդուն կարմիր խաչի մեքենայից, մենք պետք է ասենք, որ ինքը ամուր է, ինքը կարող է ամուր է, բայց ինքը հիվանդ է։ Այդ մարդուն մենք պետք է բուժենք եւ ճշմարտությունը թաքցնել չի կարելի։ Գիտեք, մենք Ալիևին հաճոյանալու համար չենք ապրում։ Մենք ապրում ենք, որպեսզի պաշտպանենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ ոչ մի վարքյան չմոռանանք, որ հիմա Բաքվի բանտերում եւ ապօրինի դատավարություններում շարունակում են խոշտանգվել եւ կտանքների ենթարկվել մեր հայրենակիցները, 100-ից ավելի բռնի անհետացածների վերաբերյալ մենք ոչ մի տեղեկություն չունենք եւ պետք է պարտավոր ենք զբաղվել իրենց գտնելու, իրենց հետքեր հայտնաբերելու եւ մեր մյուս պատանդներին Հայաստան վերադարձնելու խնդրով։ Բոլորս ամոթ մեզ, եթե մենք հանկարծ փորձենք դա մոռանալ։ Իմիջիայլոց նաեւ, այս նույնը, որ 2 ամիս է կսպասեմ, ոչինչ ու դարձավ 5 տարի, այսինքն ըստ էության այս սա թող զգուշացումն է, չէ՞, մարդը ոնց է խաբում եւ եթե Իհարկե, մանիպուլյացիաներ են շրջանում, պետք է ամենտեղ դա հիշեցնել, որ ինքը ինչ ասել, եւ ես ասեմ ամենակարևորը, ինքը ձախողելու չի կատարել իր իսկ կառավարության ծրագիրը։ Ոչ միայն ինքը, այլ այդ ամբողջ կառավարությունը, ընդ որում էլի նշեմ այդ թեման, որը բացահայտվեց մեր լրագրողների միջոցով, իրենք տարվա վերջին վիթխարի ստացել են պարգևավճարներ։ Ինչի համար, որ չեն կատարել իրենց իսկ ծրագիրը։
Գիտեք, ես տարբեր ինչ-որ նյութեր եմ կարդում, նաև կան մարդիկ, որ գրում են, բա ինչ անեն, մարդիկ աշխատել են, բայց այդ աշխատանքի արդյունքը այդքան էր։ Ես այսօր նայեցի, որ նաև ամբողջ տարվա կտրվածքով հետքը բացահայտել էր, որ 14 միլիոնի չափել, ոչ ամբողջական 13.9 միլիոն դրամ պարգևավճար Նիկոլ Փաշինյանն է ստացել որպես վարչապետ։ Երևի ելնելով դրանից էլ մոտ 7 միլիոն, ինչպես արդարադատության նախարար Սրփուի Գալյանն էր ասում, նախարարներն են ստացել։ Դա ինչի համար, որ իրենց ծրագիրը չեն կատարել։ Կարող եմ մի քիչ ավելի համեստել, պարգևատրել իրենց եւ հետո չխոսել, որ թոշակառուն չգիտի ինչ անի, իր 10,000-ը սխալ կծախսի։ Պարությունը երկար մոտավորապես 7 միլիոն, եթե չեմ սխալվում, հարկերը հանած 6-ից 7 միլիոնի կարգի, բայց ճշգրտված կներկայացնեմ հայտարարում իհարկե, ընդ որում սա հավելավճար է, որը հանրության աչքին երևալ է որպես միանվագ գումար, որը տրամադրվել է օրինակ նախարարին իմ դեպքում։ Խնդրեմ, հա, ու Ուփշելու բան է։ կոպեկներ են էլի Տիկին Դիլբարյան։ Դե գիտեք ինչ, երբ նախարարներին եւ վարչապետին իր աշխատակազմին իրենք արժանի են, իսկ մեր կենսաթոշակառուները, որ ամբողջ կյանք աշխատել են, նրանք արժանի չեն եւ անգամ չգիտեն, թե 10 կամ 20,000-ը ինչպես ծախսեն։ Պարզվում է նրանք չեն կարող իրենց տները ջեռուցել ճիշտ։ Նիկոլ Փաշինյանը ամեն կառավարության նիստի մի այդպիսի, չգիտեմ, զարհուրելի միտք է արտահայտում, եւ գիտեք, ասում են մի ժողովրդական խոսք կա էլի, լեզուն ոսկոր չունի, հասկացանք, իհարկե անմրցելի է Նիկոլ Փաշինյանը այդ լեզվական պայքարում, բայց մարդիկ ունեն տրամաբանություն, ինչի մասին է, ինչքան կարելի է, ինչ են իրենք արել եւ ընդհանրապես ինչքանով է բարոյական այս իրավիճակում սեփական իրենք անդադ արդարացումներ են գտել, որ չգիտեմ, դպրոցներ, մանկապարտեզներ չեն կառուցել, որտեղ պարզվում է մենք շինարարություն կատարել չենք կարողանում, շենք կառուցել չենք կարողանում, թե դրանից առաջ ինչպես էին կառուցել, չգիտեմ, բայց հիմա ոչինչ չենք կարողանում։ Իրենց կառուցած ճանապարհները ամեն 6 ամիս հետո ցանկացած տեղումներից հետո վերածվում են խորխորատների, քաղաքում մի ձյուն է տեղում եւ այդ ձյունը վերածվում է, գիտեք, համաշխարհային աղետի, ոչինչը չի աշխատում, հանրային տրանսպորտը դուրս չի գալիս եւ այլն, բայց իրենք լավ են աշխատում։ Ինչով են լավ աշխատում։ Ադրբեջանական պրեմիում կարգի իբրև բենզին են բերել, հա։ Դե ինչ է, դա ինչ ծիծաղելի բան է։ Կառավարության նիստի ժամանակ մեզ ասում են բան է, բենզինը արել եք ադրբեջանական զենքերն եք վանանում։ Իհարկե ադրբեջանի բյուջեն են ֆինանսավորել։ Ինչպիսի հիմարություն։ Հա դե ես ասում, գիտեք, այդ բառային ռուսերեն էլ մի լավ բառ կա, էլի սլավա բլուդզի, էլի, ես չեմ կարող ասել այդ մենք հայերենում չունենք, բայց երևի սրանից հետո արժե էլի մտածել այդ լեզվանառակություն կամ թե ինչ էլի, այդպիսի երևույթ է մեզ մոտ տարածվել, մեր տանկե, բոլորը գիտեն, որ պրեմիում կարգի, ցանկացած կիսագրագետ մարդ գիտի, որ տանկերը պրեմիում կարգի բենզինով չեն աշխատում։ Ընդ որում այնպիսի բենզինով, որ չգիտեմ, կարծես Ադրբեջանն էլ չի արտադրում եւ ինքը չի լցնում։ Ինքը իր համար բենզին բերում է, ներմուծում է, բայց իր արտահանձնած շատ մեծ այսպես արտահանած բենզինը մատուցում է։ Ընդ որում ոչ ոք չստուգեցել այդ բենզինի որակը եւ ընդհանրապես դա էժանագին քայլ էր եւ ես ձեզ ասեմ այն բացարձակ մեր շուկայի վրա ոչ մի ձևով չի ազդել։ Խնդրեմ նայեք, թե նաև ինչ է տեղի ունենում, հեղուկ գազն է թանկանում, ամեն ինչը զրոյական ազդեցություն ուներ։ Իրենց թվում է, որ իրենք այսպես հզոր քայլեր են կատարում տնտեսական, բայց դրանք իրականում զրոյական են։ Վերադառնամ իհարկե նաև Սրփուհի Գալյանին, որովհետև գիտեք, արդարադատությունը շատ կարևոր խնդիր է։ Արդարադատության նախարարը եթե կարծում է, որ հանրությունը իր աշխատանքով պետք է այդպես հիացած լինի, թող մի րոպե նայի, թե մեր քրեակատարողական հիմնարկներում ինչպիսի իրավիճակ է, քանի մարդ է մահացել կամ ինքնավնասել, քանի մարդ ինչպիսի առողջական ծանր իրավիճակում է։ Եվ ես այսօր ուզում եմ անդրադառնալ նաև այդ խնդրին, որովհետև հենց այս եթերից ես մի քանի ամիս առաջ, երբ դեր Սամվել Կարապետյանը գտնվում էր ԱԱՑ-ի այդ
մեկուսարանում, խոսել եմ այն մասին, որ այնտեղ պայմանները բոլորովին անհայտ են եւ այդ մարդիկ կարող են տարբեր հիվանդություններ ձեռք բերել եւ ոչ ոք չի գնում եւ ուսումնասիրում նրանց վիճակը։ Նաեւ դժգոհություն արտահայտեցինք, որ Միքայել Սրբազանի, որի առողջական վիճակի մասին ահազանգերը ի սկզբանե նրա անմիջական կալանավորումից հետո հնչում էին եւ հիմա որ նա հիվանդանոցում է եւ հետվիրահատական շրջանը այդքան ծանր է անցնում եւ այն հյուծված դեմքը, որ մենք տեսնում ենք Միքայել Սրբազանի դատարանում եւ նաեւ Բագրատ Սրբազանի կերպարը, որ լիովին այլակերպվել է։ Միթե նա այդ տեսք ուներ։ Այդ հյուծված մարդիկ հիմա Վարդան Ղուկասյանը, որի փաստաբանական խումբը եւ ամբողջ բժիշկները ահազանգում են, որ Հայաստանում արդարադատություն տեղի չի ունենում։ Եվ ինչ, գիտեք, ինչ խղճով, լավ խիղճը թողնենք, խիղճը բարոյական այսպես կարգ է, որի մասին երևի սահմանումներ չկան, օրինակ Նիկոլ Փաշինյանն էլ վերջերս հարցնում էր, թե դատավորի խիղճը ինչ է, դրա համար խիղճը թողնենք, դա բարոյական հասկացություն է։ Ինչ տրամաբանությամբ է Սրբուհի Գալյանը ամեն օր գնում տուն, երբ գիտե, որ իրեն վերապահված հիմնարկներում արդարադատություն տեղի չի ունենում։ Եվ ընդհանրապես այդ պարգևատրվողները ինչ էին մտածում։ Տեսեք, նույն Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը օգտագործելու համար մարմնամաս նշանակող մի բառ, հետույք բառը, որ իրենք արձագանքել էին Ալեն Սիմոնյանի ըստ էության հայհոյաբանական արտահայտությանը, արդեն 3 ամիս նստեցին, հետո էլի 3 ամիս չէ, երկարացվեց նրանց կալանքը եւ նա գտնվում է հացադուլի մեջ։ Եղբայր դուք այդպես եք արդարադատություն իրականացնում, բայց այդ բառը ես ուզում ասեմ եւ նրան պատժախուց են տեղափոխել, դա է արդարադատությունը։ Նիկոլ Փաշինյանը օգտագործեց այդ սեռական գործողությանը բնորոշող մի բառ, որը ոչ մի բառարանում չկա։ Եվ դրա համար նրան տուգանքի ոչ ոք չընթարկեց, չէ՞։ Եվ անգամ գիտեք ինչն էր զարմանալի, ես տեսա, որ կառավարության այս ճեպազրույցների ժամանակ, երբ մեր լրագրողներից մեկը Մակարյանը կարծես ասաց օգտագործեմ այդ բառը, Նիկոլ Փաշինյանը ասաց այո, օգտագործեք։ Ինքը շրջանառության մեջ դնում է մի բառ, որը գրական հայերենի ժամանակակից արդի արևելահայերենի ոչ մի բառարանում չկա։ Դրանից հետո կարծես ինչ որ, չգիտեմ, 1-2 բան հնչեց իր հասցեին, այդ էթիկայի հանձնաժողովի հակակոռուպցիոններ ինչ որ բան ասել, իրեն ոչ ոք անգամ չտուգանեց, բայց Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվեցին, չգիտեմ ինչ ձևով, տարվեցին, հիմա էլ կալանքի մեջ էին։ Բայց ինչու է անարդարությունը այդտեղ է։ Վերջերս ինչ որ պանելային քննարկում էր, չէ՞, դա իրավական համակարգի վերաբերյալ շատ մարդիկ իմաստուն կերպարներով նստել էին, նույն Նիկոլ Փաշինյանը հարցնում էր, թե ինչ է արդարադատությունը։ Բայց ինչ է արդարադատությունը։ Դա վերացական կարգ չէ։ Արդարադատությունը Հայաստանի Հանրապետության օրենքներին, սահմանադրությանը, սահմանադրական օրենքներին, քրեական օրենսգրքին, աշխատանքային, մնացած բոլոր ընդունված օրենքներին համապատասխան դատական ակտերի եւ իրավական գործողությունների կատարումն է։ Պետք չէ այդպես հարց տալ, թե ինչ է արդարադատությունը։ Արդարադատությունը ճշգրիտ իրավաբանական եզրույթ է, որը ունի ճշգրիտ սահմանում։ Բայց երբ են Հայաստանում հետևում այդ օրենքներին։ Գիտեք, հիմա խոսում են, որ վեհապարը իրավունք չունի առաջնորդ, այդ թեմական առաջնորդ փոխելու, բայց որովհետև ինքը ինչ որ կանոնագիրք է խախտել։ Իսկ Նիկոլ Փաշինյանն էլ իր սեփական ծրագիրն է խախտել։ Բայց հիմա ինքը որոշումները չէ ընդունում, բյուջե է հաստատում, բյուջե է ընդունում։ Որտեղ ապացուցեց, որ վեհապարը չգիտեմ ինչ է խախտել, ինքը իրավունք չունի թեմակալի փոխել եւ ըստ էության հերացված Մասյաց ուտնի թեմակալ կեղծ առաջնորդին հերացվածին, ովքեր են պահպանում մեր իրավապահ մարմինները, ում հրամանով, պարզե վարչապետի հրամանով։ Բայց ինչու այդպես։ Սարսափելի բան է։ Նիկոլ Փաշինյանը ըստ էության մասնակցել է, կարծես այդ փաստաթուղթը ստորագրել է այն ժամանակվա պաշտպանության նախարար
Վաղարշակ Հարությունյանը Գորիս կապան ճակատեն միջպետական նշանակության 40 կիլոմետրանոց ճանապարհը դրանից առաջ հանձնել է Հայաստանի Հանրապետության Շուռնուխ գյուղից տարածքներ ինչի դիմաց անհայտ այն ժամանակ գոռում էին չգիտեմ ադրբեջանցիները պետք է հարձակվեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը առանց սահմանադրական հանրաքվեի փոխվել է ով պատասխան տվեց միասին շարժումը մենք ներկայացրել ենք հաղորդում հանցագործության մասին Գորիս կապան ճակատեն ճանապարհի վարչապետի եւ փոխվարչապետի Մհեր Գրիգորյանի դեմ մեր հաղորդումը ընդունեցին ուղարկեցին ինչ որ չգիտեմ վարչություն դրանից հետո լռությունը մեզ ամեն անգամ պատասխանում են երբ որ պատասխան կլինի կասենք դա է արդարադատությունը բա ամբողջ ճանապարհը 40 կիլոմետր հանձնել եք Պիտի պարզվի չէ որ օրենքի համաձայն եք հանձնել արդարադատությունը վերացական բառ չէ Դա նշանակում է Հայաստանի Հանրապետության գործող օրենքներին համապատասխան իրավական եւ դատական գործողությունների իրականացում իսկ ինչու այդպես չի լինում Ինչու այն մարդիկ, ովքեր ունեն ընդդիմադիր հայացքներ, իրենց հանդեպ անմիջապես ընտրվում է խափանման ամենադաժան միջոցը կալանք, նրանք պահվում են այնպիսի այդ կատարողական հիմնական կամ նախնական կալանքի մեկուսարաններում, որտեղ բոլորովին էլ մենք խոսեցինք չէ Ադրբեջանի այդ բանտերում, թե ինչ վիճակում են մեր քաղաքացիները, մեր հայրենակիցները Իսկ հիմա ինչ վիճակում են մեր հայրենակիցները Նային կալանքով փոխվել է իրավիճակը եւ պարզվում է որ Սամվել Կարապետյանը COVID է տարել, թոքաբորբ է տարել, չի բուժվել դա պատշաճ ձևով Այո, իհարկե, մենք դա էինք ասում, որ չի կարելի Շոկ ամրանը ոչ մի Այո, ինչ որ 60 աշճանի մոտ Սառնամանիքի Այդ վիճակում մարդիկ կարող են դա խոշտանգում է միջազգային ՄԱԿ-ի խոշտանգումների այդ կոնվենցիայի համապատասխան նման գործողությունները նշանակում են խոշտանգում Հիմա արդարադատությունը դա է Սրբուհի Գալյանը կարծում է որ ինքը լավ է կատարում իր աշխատանքը Գիտեք պարզապես կամ ինքը չգիտեմ լավ է սովորել չգիտեմ լավ կրթավ դա ինչ ես չգիտեմ ով ինչպես է սովորել եկեք դա թողնենք մարդ պետք է պարգևավճար ստանա համապատասխան իր կատարած աշխատանքին եւ նաեւ համապատասխան պետությանը իսկ մենք կարող ենք չէ ողջամիտ եւ հիմնավոր կասկած ունենալ որ նման տիպի պարգևավճարները ըստ էության նախընտրական կաշառքներ են օրինակ տեսեք հիմա հայրենիք կուսակցության չէ խորհրդի քարտուղար այո Խաչիկ Գալստյանը համասարանական դասախոս կալանված է, որովհետև իբրև չգիտեմ ինչ որ դեռևս ապացուցված չէ, ես ընդհանրապես մարդկանց անմեղության կանխավարկածին եմ հավատում, որ ինքը նախընտրական կաշառք է խոստացել, թե ինչ արել, չգիտեմ, ովքեր են դա ասել, ապացուցված է, ապացուցված չէ, դա էլ պարզ չէ, կամ ինչու ինքը անպայման պետք է կալանավորվեր, գտնվեր այն էլ ամանորի նախաշեմին։ Այդ ինչ անհավասար, այդ ինչ երկակի ստանդարտներ են։ Իսկ բազմաթիվ մարդիկ, որոնք պետական միջոցները օգտագործել են ոչ արդյունավետ, որոնք ըստ էության խախտել են գործող օրենքները, իրենց հանդեպ ոչ մի միջոց չի կիրառվում, անգամ ամենամեղմ տուգանքի, չէ՞ որ օգտագործելու համար ոչ պատշաճ բառեր, այն էլ գիտեք սուրբ մարդու համար։ Ամեն պատեհառիթով Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ինքը հայ առաքելական սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդ է։ Հավատավոր հետևորդը հոգևորականների մասին Թեկուզ եթե անգամ դու այդ հոգևորականների հանդեպ կասկած ունես կարող է այդպես արտահայտվել Գիտեք ընդդիմադիրների վերաբերյալ պետք է արտահայտվել հարգանքով եւ հաշվի առնելով անմեղության կանխավարկածը գրական հայրենի կիրառման նորմը Իրենք ընդունեցին չէ ինչ որ կանոնագիրք, որն է էլի շատ արագ մոռացան։ Օրինակ Ալեն Սիմոնյանը, երբ Սամսոնյանի եւ Սաղաթելյանի վերաբերյալ արտահայտվում էր, մոռացավ ԿՊ ընդունած կանոնագիրքը, որ իրենք ատելության խոսք այլևս չեն գեներացնելու, ոչ մեկի չեն թիրախավորելու։ Իրենք ամեն օր դա մոռանում են։ Բայց այն մարդկանց, ովքեր, չգիտեմ, գուցե օգտագործում են այո ինչ-որ բառեր, որոնք կան գրական հայրենի բառարանում, բայց վիրավորական են, նրանց էլ անմիջապես կալանավորում են։ Դա ուղղակի օրենքի խախտում է, դա արդարադատության խախտում է, որովհետև նախ հասկանում եք, խափանման միջոցը դա պատժատեսակ չէ։
Խափանման միջոցը նախաքննությունը իրականացնելու համար նախատեսված միջոց է, որը պետք է բխի ողջամիտ իրադարձություններից եւ ոչ թե այն բանից, թե դիմացը ընդդիմադիր է, եկեք վախ տարածենք, որ մարդիկ վախենան, ոչինչ չասեն, որովհետեւ իրենց կարող են, չգիտեմ, կալանավորեն կամ խուզարկեն եւ այլն։ Պետք չէ ոչ մեկի ահաբեկել, ոչ նախընտրական, ոչ հետընտրական, ոչ մինչ ընտրական, ոչ մի հատվածներում։ Ընդհանրապես պետք է հետևել արդարադատությանը։ Եվ ես կարծում եմ, որ մեր քաղաքացիական հասարակությունը հիմա կարծես ոտքի է ելնում, եւ մեր դա միակ հաջողությունն է այս դաժան տարիների ընթացքում։ Մենք պետք է մեծացնենք այդ ընդդիմացող, այսինքն օրենքի խախտումներին ընդդիմացող մարդկանց, քաղաքացիներին։ Ակտիվ քաղաքացին ամենտեղ պետք է խոսի օրենքի խախտումների մասին եւ անարդարության ու դադարեն այդ թիմայնությունը, սեփական թիմին պարգևատրելը որն է, եւ վերցնեի կենսաթոշակառուներին պարգևատրել։ Ինչի ասել, այս իրականության մեջ ասում է, որ 10,000 դրամ տակ չեն իմանալու։ Դա ահավոր ծիծաղ է։ Չի ունենում։ Բայց ինչու, ես չեմ հասկանում, որտեղից է, դրա համար եմ ասում, որտեղից է ինքը գտնում, որ մեր կենսաթոշակառուները չգիտեն, թե ինչպես, իհարկե, դա մարդու նսեմացում է, ընդ որում մարդկանց, որոնք պատկառելի տարիքի են, որոնք աշխատել են այս պետության համար։ Բոլորն էլ գիտեն, իրենք միլիոնների ծախսելու ձևը գիտեն, կենսաթոշակառուն չգիտի, այդ հետ վճարի սկզբունքով հպարտանում են։ Իհարկե հետ վճարը ինքնին չեղած, ասում են, չեղածի դեպքում լավ է, բայց եկեք հաշվի առնենք, որ մարզերում գտնվող մեր շատ հայրենակիցներ չեն կարող դրանից օգտվել։ Ընդ որում իրենք ինչ արեցին, հետ վճարից հանեցին կոմունալ վճարումները։ Իսկ մարդիկ հատկապես ձմռանը հիմնականում այդ գումարը ծախսում են կոմունալի եւ հացի վրա։ Եվ երկրորդը մենք գիտենք, որ խոշոր սուպերմարկետներ, այդպես մեծ ցանցային խանութներ մարզերում եւ գյուղերում շատ տեղերում չկան։ Եվ դու քո քարտով ինչ պիտի գնաս այնտեղ, անընդհատ հաշվես, թե 50,000-ը լրացավ չէ։ Դա լրացուցիչ դժվարություններ է ստեղծում, հատկապես առաջանցիկ խորը տարեց մարդկանց համար։ Դրա համար պետք է մարդուն, գիտեք, ասել, որ ոչ թե, այո, լավ է անկանխիկ, մենք ինքներս անկանխիկ առևտրով ենք զբաղվում, բայց դա պահանջել բոլորից եւ նաեւ հեռավոր գյուղում, եթե դու քո դրացի հարևանից կաթ ես գնում, չգիտեմ, կատնամթեր կամ բանջարեղեն ես գնում, ինչը ինքը ՀԴՄ է քեզ տալիս։ Եվ դրանք ինչ որ փոխանակումներ են, դրանով պետությանը ոչ մի վնաս իրականում չի գալիս։ Այո, մյուս քաղաքացիներին շահագրգռեք այդ հետ վճարային համ, որ անկանխիկ լինի շրջանառությանը, բայց դուք էիք խոստացել, չէ, բարձրացնել նվազագույն կենսաթոշակը, բարձրացնել նվազագույն աշխատավարձը, բարձրացրել եք ոչ, ուրեմն խախտել եք, էլ ինչի մասին է խոսքը։ Այո, եւ բացի դրանից, որ խախտում, գոնե ենթադրենք հանգիստ ներողություն խնդրեին, ասեին, լավ, գիտեք, չստացվեց, կներեք, չենք բարձրացրել, չգիտեմ, ասեն, հա, գրեինք, հա, այսպես է, մենք պետք է պարգևատրվեին, չեղավ։ Մենք արժանի էինք դրան։ Փոխանակ, եկեք հասարակության հետ թափանցիկ եւ անկեղծ խոսենք։ Կամ եւ ընդհանրապես, գիտեք, պաշտոնը եւ իշխանությունը նրա համար են, որ մարդ հարգի օրենքները եւ իմանա, որ դրանք հավերժական չեն։ Եվ ես համոզված եմ, որ իսկապես գալիս է այն ժամանակը, որ մեր քաղաքացիները հասկանում են, որ իրենք ապրել են անընդհատ խաբկանքների մեջ, ինչ խոստացել են, դա չի կատարվել։ Շատ զուսպ, այո, դիվանագիտության մեր նկատմամբ գոնե, երեք շատ խիստ եւ շատ զգուշացնող ուղղակի սկանդալային հայտարարություն, որ ըստ էության Իրանում արդեն տեսնում են, որ Հայաստանը դառնում է իրենց դեմ թշնամաբար գործողություններ ծավալվող ուժերի կենտրոն, այն էլ կենտրոն։ Եվ այս իրականության մեջ ես չգիտեմ, էլի այսպիսի լուրջ հայտարարություն Իրանի դեսպանի կողմից, հստակ դուք տեսել եք երեք Նիկոլ Փաշինյանը էլի նվագում է քնդուկները խփում է, այսա դիսկոտեկա անելու, Թվում է, թե ամբողջ երկիրը երջանիկ է, ինքն էլ երաժշտությամբ է։ Այս Իրանի զգուշացումը եւ Միացյալ Նահանգների մեր Արարատ Միրզոյանը այդ շվեյթի հետ կապված, որ մոտավորապես 50 տարով ամերիկյան ընկերությանն են իրենք հանձնում 39
Եվ սա իհարկե պարզ է, որ Ալիևը հստակ է ասել, ինչ անունով ուզում եք անվանեք դա Զանգեզուրի միջանցքն է եւ վերջ։ Խնդրեմ։ Դե մենք ապրում ենք իսկապես երկրի հակառակ կողմում։ Պարզվում է կենսաթոշակը դու ծախսել չես կարող։ Թրիփը, չգիտեմ, հրաշալի հնարավորությունը Հայաստանը, չգիտեմ, այդպես ոսկու հովիտ էլի, Էլդորադո դարձնելու, մեկի համար միջանցք է, մյուսի համար ուրիշ բան է։ Ինքնիշխանության մասին ինչքան շատ են խոսում, գիտեք, այդքան տարով սեփական տարածքը հանձնել, ընդ որում այնտեղ ինչ որ back office-ներ, ովքեր են այդ back office-ում աշխատելու, այդ տարածքը ով է տնօրինելու, եւ Արարատ Միրզոյանը շատ հարցերի ոչ էլ պատասխանում էր ընդհանրապես։ Ինքը իրենց լրատվամիջոցին տված, դա առանձին շատ մեծ խոսակցության թեմա է այդ թրիփի միջանցքը, թրիփի երթուղին այդպես ձևակերպենք։ Իրանի հետ կապված ես ուզում անպայման այստեղ մի շատ կարևոր շեշտադրում կատարել։ Բոլորովին վերջերս հենց այդ արդարադատության կարծես մասին զրույցում Նիկոլ Փաշինյանը հանել է անգամ հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի եղել այդպիսի անվտանգ, կայուն եւ չգիտեմ, երևի հրաշալիագույն, այո, իր ամբողջ մեր Հայաստան պետությունը, Հայաստանի Հանրապետությունը երբեք այդպիսի անվտանգ եւ կայուն իրավիճակում չի եղել։ Ես երբեմն զարմանում եմ, որտեղից է վերցնում այդ տեղեկությունները։ Օրինակ հրաշալի կլիներ, որ իսկապես մենք գտնվեինք այդպիսի աննախադեպ կայունության շրջանում։ Իրանում տեղի են այդպիսի դեպքեր։ Այդ դեպքերին ներգրավված են տասնյակ հազարավոր քաղաքացիներ, կան զոհեր, կան այրված մզկիթներ, այրված ղուրաններ, սպանված մարդիկ, Իրանը վիթխարի ցնցումների մեջ է։ Իսկ Իրանը մեր միակ այսպես հարևանն է, որը իրոք, ինչպես նշեց նաև դեսպանը, միշտ փորձել է դրական չեզոքություն պահպանել, անգամ 44 օրյա ամբողջ պատերազմի ընթացքում։ Եվ ճիշտ էր ասում Իրանի դեսպանը, որ եթե այնտեղ տեղի ունենան ինչ-որ բռնի փոփոխություններ, եւ Աստված ոչանի, ես կարծում եմ, գիտեք, իրավիճակը ցավոք սրտի երևի 50-50 է, եւ Ամերիկան որոշի Վենեսուելայի դեպքերից հետո արդեն մտածում ես, որ ամեն ինչ էլ հնարավոր է, երբ կարելի է գնալ օտար պետություն եւ առևանգել նրա նախագահին, նրա կնոջը եւ դա համարել այսպես լեգիտիմ իրավունք։ Հիմա եթե հանկարծ Աստված ոչանի այնտեղ տեղի ունեն այդպիսի գործողություններ, փորձեն ինչ որ մեկին վերադարձնել այդ շահին, Փարքասո իհարկե այսօր կարդացի, որ Թրամփը արձանագրել էր, որ ինքը վստահ չէ, թե Իրանի այդ հեռացված շահի ժառանգորդին Իրանում ինչպես կընդունեն, ինքը բարի մարդ է, բայց չունի այսպես համապատասխան երաշխիքներ, որ Իրանում իրեն կընդունեն եւ փորձեն այնտեղ իրենց հաճո նախագահ նշանակել, դա կարող է ունենալ աղետալի հետևանքներ հենց առաջինը Հայաստանի համար։ Եվ այդ իրավիճակում պատկերացրեք ինչ աստիճանի է հասել մեր ազգային անվտանգության համապատասխան մարմինների գործողության վտանգավորությունը, որ Իրանի դեսպանը նման հայտարարություն է տալիս։ Ինչու են նրանք Հայաստան երկիրը դարձրել, գիտեք, պրոքսի պատերազմի թատերաբեմ։ Չոր մարդիկ են գնում գալ, դուք ստուգում եք, թե ովքեր են այն քաղաքացիները, որոնք հիմա այս քանի օրը Իրանի դեսպանատան դիմաց, ես կարծում եմ շատ անգամ նաև խուլիգանական, այո, արտաքուստ դա երևում էր, խուլիգանական արարքներ են ցույց տալիս Իրանի դեսպանատան հանդեպ։ Չէ որ մեր իրավապահ մարմինները եւ առավել եւս ԱԱԾ-ն պետք է պաշտպանեն Իրանի դեսպանատունը եւ Իրանի դեսպանատան աշխատակիցներին ինչ որ հարձակումներից, ինչ որ մարդկանց ըստ էության առերևույթ խուլիգանական գործողություններից եւ արտահայտություններից։ Իսկ ինչու նրանք դա չեն կատարում։ Իրենց թվում է, որ իրենք դրանով ինչ որ լավ գործ են կատարում եւ Ամերիկայի աչքում բարձրանում։ Ես համոզված եմ, որ ոչ, որ Թրամփը ընդհանրապես ոչ էլ մտածում է դրա մասին։ Եվ իդեպ գիտեք, հայ-ամերիկյան հարաբերությունների այս համապատկերում, որով բոլորը խանդավառված են, այս քանի օրը ամենտեղ նշված է, որ Ամերիկան որոշել է սահմանափակել
այսպես իր երկիր մուտք գործելու արտոնագիր տալը, այսինքն այդ վիզային մուտքի վիզաների խնդիրը եւ այն պետությունները, որոնք արգելանքի տակ են, դրանց մեջ են եւ Ադրբեջանը եւ Հայաստանը։ Իսկ եթե մենք այդպիսի լավ հարաբերություններ ունենք, ինչու են թույլ չեն տալու Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին նոր մուտքի արտոնագիր ստանալ գնալու Միացյալ Նահանգներ։ Ուրեմն իրենք էլ են, չէ, Միացյալ Նահանգներն էլ է կասկածում, որ այստեղ կատարվում են ինչ-որ քաոսային, ոչ այնքան օրինական գործողություններ եւ ավելի լավ է թույլ չտալ, որ Հայաստանի Հանրապետությունից մարդիկ մուտք գործեն Ամերիկա եւ այնտեղ ընդհանրենք իրենց գործողություններով վնաս պատճառեն Միացյալ Նահանգներին։ Դա նշանակում է, որ Հայաստանը երբեք չի գտնվել ավելի անկայուն եւ վտանգավոր իրավիճակում իր ամբողջ անկախ գոյության ընթացքում, քան այսօր։ Այսինքն վարչապետի արձանագրածի լրիվ հակառակը։ Եվ իհարկե լավ է, որ ինքը նվագում է։ Հիմա երաժշտությունը այսպես շատ դրական իրողություն է, բայց գիտեք, նվագելու ժամանակ էլ կա, նվագելու պահ կա, կամ մի անգամ էլ եմ ասել, ինչ իմաստ ունի այդ նվագը ամբողջ օրը սոցիալական ցանցերում ու սրտիկները տարածել։ Սրտիկները տարածելու փոխարեն պաշտպանեք մեր բարեկամ, մեր տարածաշրջանում։ Ի վերջո հասկանում եք, տարածաշրջանային պետություններն են որոշում զարգացումը։ Իրենք են, չէ, ամեն օր գոռում, որ թուրքերը մեր հարևաններն են։ Իրանը եւս մեր դարևոր հարևանն է ու լինելու է։ Ինչու ենք իրենց հետ հարաբերությունները վատացնում եւ Նիկոլ Փաշինյանը անդադ հույս ունի, որ թուրքերի հետ հարաբերությունը կլավացնի։ Եկեք մեր հարաբերությունները պաշտպանենք Իրանի հետ եւ թույլ չտանք, որ տարբեր հանցագործ տարրեր գնան Իրանի դեսպանատան մոտ, ըստ էության, այո, խուլիգանական գործողությունների հանցակազմ պարունակող քայլեր կատարեն։ Դա մեր իրավապահների ուղղակի պարտականությունն է, եւ եթե իրենք դա չեն կատարում, ապա Իրանի դեսպանն իրավունք ունի այդպիսի հայտարարություն անելու, որ Հայաստանը դարձել է, պատկերացնում եք, կենտրոն։ Ինչու մենք պետք է դառնայինք այդպիսի կենտրոն։ Եվ ընդհանրապես մենք ինչ խնդիր է։ Իրանում կա օրինական ընտրված, ինչպես սիրում է ասել Նիկոլ Փաշինյանը, լեգիտիմ իշխանություն։ Իրանի ժողովուրդը ինքը կորոշի, թե տնտեսական ճգնաժամը ում վատ աշխատանքի կամ չգիտեմ ինչի ազդեցությամբ է կատարվում եւ մենք փոխանակ լիցքաթափենք իրավիճակը, ինչ է ավելի բորբոքում ենք այդ կրակը, դրանից ոչ միայն Հայաստանը չի շահելու, այլ ընդհանրապես կարող է կործանարար հարվածներ կրել եւ հաշվի առնենք այն հանգամանքը, որ Իրանում մի քանի 100,000 հայ բնակչություն կա։ Եթե չեմ սխալվում, մեկ հայազգի էլ զոհվել էր, իհարկե նա քանի որ օտար անուն ազգանուն ուներ, չգիտեմ, բայց այդպես մամուլում այդպես հայտարարվեց, որ ինքը հայազգի է։ Մեր Սփյուռքի այդ հանձնակատարը չգիտես ինչու չէր կարողանում կապվել, չնայած մինչ այս վերջին պահը թռիչքները իրականանում էին։ Հիմա երևի Իրանը վախենալով փակել է նաև իր օդային ճանապարհը, որովհետև տարբեր կարգի գործակալներ, սադրիչներ, ահաբեկիչներ կարող են դրանից օգտվել։ Այսինքն Հայաստանը փոխանակ այն բանի, որ իր վրա վերցներ հաշտարար, այսպես դիրքորոշում, մի բան էլ փորձում է ասպարեզ տալ կասկածելի մարդկանց։ Ընդհանրապես միշտ ասել եւ նշել ենք, որ Հայաստան հաճախ այո մուտքի արտոնություն ստանում են այնպիսի մարդիկ, որոնց կենսագրությունը բավարար չափով չի բացահայտվում։ Իսկ դրա փոխարեն դուք գիտեք, որ Ռուսաստանում գտնվող շատ մարդկանց եւ հայերի մուտքը Հայաստան արգելվել է։ Նրա համար, որ իրենք Նիկոլ Փաշինյանին այսպես քննադատել են եւ նրա մասին ինչ որ բան են ասել։ Նրանց մուտքը արգելվում է, բայց զանազան տեսակի կասկածելի մարդկանց, որոնք գալիս են այստեղ զբաղվում են ըստ էության հակաօրինական գործունեությամբ, նրանց մուտքը թույլատրված է։ Իրանի դեսպանատան մոտ այդպիսի օրենքի խախտում պարունակող քայլեր կատարողներին անմիջապես պետք է պարզապես վրընդեին Հայաստանից եւ հեռացնեին դեսպանատան առջևից։ Պետք է հասկանալ, որ գիտեք, այս աշխարհաքաղաքական բռնկումների մեջ մենք դաշնակիցներ, գոնե պահի դաշնակիցներ շատ քիչ ունենք։ Դրա համար նոր թշնամիներ կամ հակառակորդներ ձեռք բերելու ճանապարհը դա կործանման ճանապարհ է։ Եվ Միացյալ Նահանգները բացարձակապես Հայաստանից չի սպասում, որ ինքը դառնա կենտրոն ինչ որ հակաիրանական։
Դրանք բոլորը շատ վտանգավոր գործողություններ են, որոնք պետք է կասեցվեն, դրանք ահազանգեր են, որոնց պետք է իրոք ականջալուր լինել։ Ես եմ շնորհակալ։